Տուն ավելի շուտ հասնելով վշտով ընկղմված հայրը գտնում է այգին լռության մեջ, մինչ տեսնում է իր երեխաներին առաջին անգամ կանգնած։ Նրանց առաջ տնկած մի երիտասարդ խնամող է, որը ղեկավարում է պահը նուրբ խոսքերով անսասան հավատով։ Այդ պահից ինչ-որ անտեսանելի բան կոտրվում է նրա մեջ, սկսելով բուժում, որի մասին նա երբեք չէր պատկերացնի։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Արմենը միշտ տուն էր հասնում երեկոյան ժամը 6:45-ին։ Ամեն օր, առանց բացառության, ինչպես մի ժամացույց, որը երբեք չի սխալվում։ Մեքենան կայանում էր նույն տեղում, 4 գլխով բարում դռնապանին բարձրանում 2 հարկ, մինչ բնակարան, որը զբաղեցնում էր Երանի կենտրոն վարչական շրջանի շքեղ շենքի վերջին հարկը։ Բայց մարտի այդ օրը, երբ Երանյան ամռան վերջին դեռս պահպանվող շոկն էր, ինչ-որ անսովոր բան ստիպեց նրան ավելի շուտ դուրս գալ գրասենյակից։ Գուցե դա այն հեռախոսազանգն էր, որը չկարողացավ ավարտել, կամ այն տարօրինակ զգացողությունը, որն ուղեկցում էր նրան նախաճաշից ի վեր։ Արմենը չէր կարող բացատրել, բայց կրծքում մի անհանգստություն կար, կարծես մի կարևոր բան էր իրեն սպասում տանը։ 42 տարեկանում 3 տարի շարունակ սուզված լինելով մի առօրյայի մեջ, որը պաշտպանում էր նրան աշխատելու գոյատելու համար անհրաժեշտից ավե։ Լին զգալուց, նա հազվադեպ էր հետում մղումներին։ Բայց ահա նա, ժամը 4:45-ին, սովորականից 2 ժամ շուտ, բանալին մտցնում էր գլխավոր դռան կողպեքի մեջ։ Բնակարանում լռություն էր։ Դա սովորական լռություն չէր, որից մենք հանգստության շունչ ենք քաշում անհանգիստ օրվանից հետո։ Դա ծանր լռություն էր, կարծես ամբողջ տունը շունչը պահած լիներ։ Արմենը պայուսակը դրեց մուտքի պահարանի վրա, թուլացրեց փողկապը, սպասելով լսելու ծանոթ ձայները, որոնք լցնում էին իր երեկոները։ Հեռուստացույցի աղմուկը, գուցե, կամ տղաների սենյակից եկող խուլ ձայները։ Բայց կար միայն օթորակիչի գրեթե աննկատ բզզոցը։ Նա անցավ ընդարձակ հյուրասենյակով, որտեղ բաց գույնի կաշվե բազմոցներն էին գրքերով լի պատը, որոնց վաղուց ձեռք չէր տվել։ Ընտանեկան լուսանկարները դեռ զբաղեցնում էին որոշ անկյուններ, բայց Արմենը սովորել էր խուսափել դրանցից, ինչպես խուսափում են դեռ լիովին չսպիացած վերքից։ Անցավ խոհանոցով, որտեղ ճաշի սպասքը լվացված ու դասավորված էր, շարժվեց դեպի ննջասենյակներ։ Դռները բաց էին, բայց ոչ ոք չկար։ Հենց այդ ժամանակն լսեց մի ցածր ձայն, գրեթե շշուկ, որը գալիս էր բնակարանի հետնամասի ձմեռային այգու կողմից։ Արմենը կանգ առավ, ուշադրություն դարձնելով։ Դա կանացի, մեղմ ձայն էր, որն ասում էր բառեր, որոնք նա չէր կարողանում լիովին զանազանել։ Այդ տոնի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան դանդաղ, գրեթե մատների ծայրերին քայլել մինչ ապակե դուռը, որը բաժանում էր հյուրասենյակը փոքրիկ ներքին այգուց։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան կանգ առնել շարժման մեջտեղում, կարծես ժամանակը սառել էր նրա շուրջ։ Այնտեղ, այգում, որը Մարիամը տարիներ առաջ այդքան սիրով էր ստեղծել, կանգնած էին իր 2 որդիները։ Պետրոսն ու Հայկը, 9 տարեկան երկվորյակները, որոնց մոտ 4 տարի առաջ ախտորոշվել էր նյարդաբանական վիճակ, որը, ըստ բոլոր խորհրդակցած մասնագետների, ընդմիշտ կխանգարեր նրանց քայլել առանց օգնության։ Տղաները, որոնց Արմենն ամեն առավոտ տեսնում էր իրենց սայլակներին նստած, հաշտված լուռ, կանգնած էին ոտքի վրա։ Ոտքի վրա։ Ոտքերը դողում էին, ձեռքերը մեկնված էին հավասարակշռություն փնտրելու համար, դեմքերը կարմրել էին ջանքերից, բայց նրանք գնաց էին ոտքի վրա։ Եվ նրանց դիմաց ծնկաչոք այգու հատակին, ձեռքերը բացած մի ժպիտով, որը Արմենը վաղուց չէր տեսել իր տանը, կանգնած էր Անահիտը։ Անահիտը 28 տարեկան էր, ընդամենը 2 ամիս առաջ էր աշխատանքի ընդունվել, տունը խնամելու տղաներին օգնելու համար։ Արմենը հազիվ էր խոսում նրա հետ անհրաժեշտից ավելին, սահմանափակվելով առավոտյան բարներով իր որդիների առօրյայի վերաբերյալ հրահանգներով։ Գիտեր, որ նա նվիրված է, որ տղաները սիրում են նրան, բայց երբեք նման բանի ականատես չէր եղել։ Դե՛հ, Պետրոս, մեկ քայլ։ Դու կարող ես, իմ սեր։ Հայկ, ամուր բռնվիր, մի վախեցիր։ Դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Նրա ձայնն ուներ հիպնոսացնող հատկություն, կարծես կրում էր մի վստահություն, որը բոլոր մյուսները վաղուց կորցրել էին։ Արմենը տեսավ, թե ինչպես Պետրոսը մի երկչոտ քայլ արեց, հետո մյուսը։ Տեսավ, թե ինչպես Հայկը ջանք թափեց, ծնկների վրա ընկավ, նորից ոտքի կանգնեց նրա օգնությամբ մեկ անգամ փորձեց։
Նա չգիտեր, թե որքան ժամանակ էր այնտեղ կանգնած, անշարժ, դիտելով այդ տեսարանը, որը մարտահրավ էր նետում այն ամենին, ինչ նա հնարավոր էր համարում։ Պետրոսն առաջինը նրան տեսավ։ Տղան կանգ առավ շարժման մեջտեղում, նրա աչքերը լայն բացվեցին։ Հայրիկ! Պետրոսի շշուկը ստիպեց Հայկին ու Անահիտին միաժամանակ շրջվել։ Այգում լիակատար լռություն տիրեց։ Արմենը զգաց, որ ոտքերը ծանրացան, սիրտը սկսեց բաբախել այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր բաբախել։ Որդիները կարծես պայթյունի էին սպասում, զայրույթի կամ հիասթափության արձագանքի։ Անահիտը դանդաղ ոտքի կանգնեց, ձեռքերը մաքրեց գոգնոցով, հայացքը խոնարհեց։ Բայց դա տեղի չունեցավ։ Արմենը բացեց ապակե դուռը, մտավ այգի։ Ծնկի իջավ հատակին, որդիների հասակին, ձեռքերը մեկնեց։ Պետրոսն ու Հայկը գայթակղելով մոտեցան, իրար վրա հենվելով, մինչ հասան հորը։ Նա գրկեց նրանց մի ուժով, որը վաղուց պահել էր իր մեջ, զգալով նրանց մազերի բույրը, ոտքի վրա մնալու համար պայքարող մարմինների փոքրիկ ու տաք հյուսվածքը։ Դուք քայլում եք, շշնջաց Արմենը, ձայնը սպասվածից ավելի խռպոտ հնչեց։ Մենք ուզում էինք քեզ ցույց տալ, հայրիկ, ասաց Հայկը, աչքերը փայլելով։ Անահիտն ասաց, որ մենք կարող ենք փորձել։ Արմենը նայեց Անահիտին, որը շարունակում էր կանգնած մնալ մի քանի քայլ հեռու, ձեռքերը մարմնի առջ խաչած։ Նրա աչքերում մի բան կար, որը նա չէր կարողանում լիովին վերծանել։ Վճռականության քնքշության խառնուրդ, որը կարծես գալիս էր շատ խորը տեղից։ Ինչպես միայն դա կարողացավ հարցնել Արմենը։ Անահիտը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Իմ քույրը նույնպես համարվում էր անհույս, պարոն Արմեն։ Բժիշկներն ասում էին, որ նա երբեք չի կարողանա վերականգնվել վթարից հետո։ Բայց նա կարողացավ։ Տարիներ պահանջվեցին, շատ ֆիզիոթերապիա, շատ հավատ, բայց նա կարողացավ։ Երբ տեսա տղաներին, հիշեցի նրան։ Մտածեցի, որ գուցե, միայն գուցե, նրանք էլ կարողանան փորձել։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր կրծքում, ինչպես մի դուռ, որը երկար ժամանակ փակված է եղել, դանդաղ բացվում էր։ Խնդրում եմ, նրան մի ուղարկիր, հայրիկ, խնդրեց Պետրոսը, ամուր բռնելով հորթից։ Նա միակն է, ով երբեք չի հանձնվել մեզ հետ կապված։ Երբեք, ավելացրեց Հայկը։ Արմենը մնաց այնտեղ, այգու հատակին, շրջապ։ Ատված որդիներով Անահիտի լուր ներկայությամբ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այն ամենը, ինչին հավատում էր սահմանափակումների, ընդունման, հաշտվողականության մասին, կարծես փլուզվում էր այդ պահին։ Այնտեղ մի ուժ կար, որը նա չէր հասկանում, բայց որը ճանաչում էր որպես ինչ-որ իրական հզոր բան։ Ես նրան չեմ ուղարկի, ասաց Արմենը, նախ նայելով որդիներին, հետո Անահիտին։ Չեմ ուղարկի։ Այդ գիշեր, երբ տղաներն ընթրեցին քնելու գնացին, Արմենը մնաց հյուրասենյակում, նայելով այգուն։ Անահիտն ավարտել էր իր գործերը, պատրաստվում էր գնալ, երբ նա կանչեց նրան։ Անահիտ, կարող եք մի պահ այստեղ գալ։ Նա մոտեցավ նույն զգուշությամբ, որը նկատել էր ցերեկը։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ պատմես։ Քրոջդ մասին, այն մասին, թե ինչ ես անում տղաների հետ, թե ինչպես ես հասել այստեղ։ Անահիտը նստեց բազմոցի ծայրին, սկսեց պատմել։ Խոսեց Լիլիթի, իրենից 5 տարով փոքր քրոջ մասին, որը 16 տարեկանում ավտովթարի էր ենթարկվել մնացել հետանքներով, որոնք բժիշկները համարել էին անդառնալի։ Խոսեց ֆիզիոթերապիայի տարիների մոր մասին, որն աշխատում էր 2 հերթափոխով, բուժումների համար վճարելու, սեփական վճռականության մասին, չընդունելու, որ քույրը ընդմիշտ սահմանափակ մնա։ 4 տարի պահանջվեց, բայց Լիլիթը նորից սկսեց քայլել։ Ոչ կատարյալ, բայց սկսեց։ Եվ նա էր, որ ինձ ասաց, որ երբ ես նայեմ նույն իրավիճակում գտնվող այլ մարդկանց, պետք է տեսնեմ հնարավորություն, ոչ թե սահմանափակում։ Արմենը լսում էր ամեն բառը մի ուշադրությամբ, որը վաղուց ոչ մի բանի չէր նվիրել։ Մի բան կար Անահիտի խոսելուձի մեջ, այն հանգիստ համոզմունքի մեջ, որով պատմում էր, որը ստիպում էր նրան հավատալ, որ փոքր ու լուռ հրաշքներն իսկապես կարող են տեղի ունենալ։ Իսկ ձեր որդիները, պարոն Արմեն, անհավանական ուժ ունեն։ Նրանց պարզապես պետք էր մեկը, ով կհավատար իրենց։ Այդ գիշեր Արմենը չկարողացավ քնել։ Նայում էր առաստաղին, մտածում որդիների, Անահիտի, այն մասին, թե ինչպես ամեն ինչ փոխվեց մի քանի ժամում։ Մտածում էր Մարիամի մասին, թե նա որքան երջանիկ կլիներ, տեսնելով տղաներին ոտքի վրա։
Մտածում էր, թե որքան էր հեռացել այն ամենից, ինչ կարող էր կառուցելով։ Անվտանգ, բայց դատարկ առօրյա, որը պաշտպանում էր նրան ցավից, բայց նա ուրախությունից։ Հաջորդ առավոտ Արմենն արեց մի բան, որը 3 տարի չէր արել։ Չգնաց աշխատանքի։ Զանգահարեց գրասենյակ, չեղարկեց բոլոր հանդիպումները, մնաց տանը։ Երբ Անահիտը եկավ, գտավ նրան խոհանոցում տղաների նախաճաշը պատրաստելիս։ Պետրոսն ու Հայկը չթաքցրին իրենց զարմանքն ու ուրախությունը, տեսնելով հորն այնտեղ իրենց հետ սեղանի շուրջ նստած, հարցնելով գիշերվա երազների, օրվա պլանների մասին։ «Հայրիկ, այսօր դու կդիտես մեր մարզումը», հարցրեց Հայկը, զգուշավոր հույսով ձայնի մեջ։ «Կդիտեմ, կմասնակցեմ», պատասխանեց Արմենը։ Եվ այդպես սկսվեց։ Արմենը նստած այգու հատակին, բռնած որդիների ձեռքերը, օգնելով նրանց անել փոքր ու վճռական քայլեր։ Անահիտն ուղղորդում էր շարժումները, բացատրում յուրաքանչյուր վարժությունը, յուրաքանչյուր տեխնիկան, միշտ այն անսահման համբերությամբ, որը կարծես գալիս էր ինչ-որ սուրբ տեղից։ Ընդմիջումների ժամանակ Արմենը դիտում էր, թե ինչպես է նա խոսում տղաների հետ։ Դա միայն պրոֆեսիոնալ խնամք չէր։ Դա անկեղծ սեր է։ Գործող հավատ, դա մեկն էր, ով իսկապես հավատում էր յուրաքանչյուր փորձի, յուրաքանչյուր փոքր առաջընթացի ներուժին։ «Գիտեք ինչու եմ այդքան վստահ, որ ձեզ մոտ կստացվի», հարցրեց Անահիտը դադարներից մեկի ժամանակ։ «Ինչու» միաձայն հարցրին երկուսը։ «Որովհետև դուք արդեն հաղթահարել եք ամենադժվարը։ Դուք չեք հանձնվել փորձելուց։ Եվ երբ մեկը չի հանձնվում փորձելուց, մնացածը պարզապես ժամանակի նվիրվածության հարց է»։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան տաքացավ իր կրծքում։ Վաղուց էր, որ չէր լսել բառեր, որոնք այդքան հույս էին կրում։ Վաղուց էր, որ չէր հավատում հնարավորությունների, որոնք չէր կարող վերահսկել կամ կանխատեսել։ Տանն անցկացրած այդ առաջին օրը նա որդիների մասին բաներ հայտնաբերեց, որոնք կորցրել էր զգացմունքային հեռացման տարիներին։ Հայտնաբերեց, որ Պետրոսը սիրում է նկարել, հարուստ երակայություն ունի պատմություններ ստեղծելու համար։ Հայտնաբերեց, որ Հայկը հետաքրքրասեր է, թե ինչպես են աշխատում իրերը, բարդ հարցեր է տալիս աշխարհի մասին։ Հայտնաբերեց, որ երկուսն էլ երազում են ֆուտբոլ խաղալ, վազել լող ափին, անել պարզ բաներ, որոնք իրենց համար անհնարին էին թվում։ Դրանից ավելի կարևոր, հայտնաբերեց, որ նրանք կարոտում էին իրեն։ «Հայրիկ, վաղն ես տանը մնալու», հարցրեց Պետրոսը քնելուց առաջ։ Արմենը նայեց որդուն, այն աչքերին, որոնք պահում էին զգուշավոր հույս, կարծես վախենում էին շատ բարձր երազել։ «Ես տանը կմնամ բոլոր այն օրերին, երբ դուք իմ կարիքն ունենաք», պատասխանեց Արմենը։ Եվ հենց այդ պահին նա հասկացավ, որ մի հիմնարար բան է փոխվել։ Ոչ միայն տղաների համար, ոչ միայն Անահիտի վճռականության պատճառով, այլ իր ներսում։ Մարդը, որը փակվել էր կյանքի առաջ, դանդաղ սկսում էր նորից բացվել։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Արմենը չվախեցավ այդ փոխակերպումից։ Թեթացում զգաց։ Հաջորդող շաբաթները բերեցին մի փոխակերպում, որը Արմենը երբեք չէր կարող պատկերացնել։ Տունը, որն այդքան երկար ժամանակ եղել էր ընդամենը անցումային վայր, որտեղ նա քնում էր լուռ նախաճաշում, նախքան աշխատանքի շտապելը, սկսեց նորից կյանքով բաբախել։ Արմենը վերակառուցեց իր ամբողջ գրաֆիկը։ Հանդիպումները, որոնք նախկինում խլում էին։ Իր օրերը վերաբաշխվեցին, շատերը տեղափոխվեցին տեսազանգերի, որոնք կարող էր անել տնից, մյուսները պարզապես չեղարկվեցին, քանի որ այնքան էլ հրատապ չէին, որքան թվում էր։ Նրա թիմը գրասենյակում սկզբում զարմացավ, բայց շուտով հարմարվեց ղեկավարի նոր իրականությանը, ով հայտնաբերեց, որ արդյունավետությունը պարտադիր չէ, որ նշանակի ֆիզիկապես ներկա լինել բոլոր որոշումներին։ Ամեն առավոտ Արմենն արթնանում էր 1 ժամ շուտ, տղաների նախաճաշը պատրաստելու համար։ Դա մի բան չէր, որ անում էր պարտականությունից դրդված, այլ մի անկեղծ հաճույքով, որը վերագտել էր։ Սիրում էր տեսնել, թե ինչպես են Պետրոսն ու Հայկը իջնում խոհանոց դեռ գիշերանոցով, քնից խառնված մազերով, պատմելով գիշերվա երազները կամ օրվա պլաններ կազմելով։ Տղաների առաջընթացը դանդաղ էր, բայց կայուն։ Անահիտը հաստատել էր վարժությունների խիստ ռեժիմ, որը զբաղեցնում էր ամբողջ առավոտները։ Արմենը մասնակցում էր ամեն ինչին, սովորում տեխնիկաները, հասկանում յուրաքանչյուր շարժման նպատակները, տոնելով յուրաքանչյուր փոքր ձեռքբերումը, կարծես դա հսկայական հաղթանակ լիներ։ Պետր Ոսն առաջինն էր, ում հաջողվեց անընդմեջ 10 քայլ անել, առանց որևէ բանի հենվելու։ Արմենը հյուրասենյակում էր տեսակոնֆերանսի մեջ կարևոր հաճախորդի հետ, երբ լսեց այգուց եկող տոնական բացականչությունները։
Ներողություն խնդրեց, թողեց հանդիպումը, վազեց տեսնելու, թե ինչ է կատարվում։ Գտավ Պետրոսին այգու մեջտեղում, ոտքի վրա, ձեռքերը հաղթական բարձրացրած, մինչ Հայկն ու Անահիտը հուզված ծափահարում էին։ 10 քայլ, հայրիկ։ 10 քայլ մենակ։ Բղավեց Պետրոսը, Արմենը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Հայկը շատ շուշացավ եղբոր օրինակին հետելուց։ 3 օր անց նրան հաջողվեց քայլելով անցնել ամբողջ այգին, դանդաղ ու կենտրոնացած, բայց առանց որե հենարանի։ Տոնակատարությունն էլ ավելի մեծ էր, քանի որ Հայկն էր երկուսից ամենազգույշը ավելի երկար էր տել, մինչ վստահեր սեփական ոտքերին։ Արմենը սկսեց Անահիտին նայել այլ ուշադրությամբ։ Նա այլևս միայն նվիրված աշխատակիցը չէր, որը լավ էր խնամում իր որդիներին։ Նա այն կինն էր, որը վերադարձրել էր նրան հրաշքներին հավատալու հնարավորությունը։ Մի բան կար նրա տան մեջ շա։ Ռժվելուձի մեջ միշտ սուսպ, բայց ներկա միշտ ուշադիր, բայց երբեք, որը ստիպում էր նրան խաղաղություն զգալ այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Անահիտն ուներ իր սեփական առօրյան, որը Արմենը սկսեց անգիր իմանալ։ Միշտ ժամանում էր առավոտյան 7-ին, մի ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ բնակարանը։ Բերում էր գրքեր, որոնք կարդում էր տղաների համար վարժությունների ընդմիջումներին, արկածային հաղթահարման պատմություններ, որոնք նրանք լսում էին փայլող աչքերով։ Պատրաստում էր պարզ, բայց համեղ ճաշեր, միշտ հարցնելով, թե ինչ են նրանք ամենաշատը սիրում, միշտ ստեղծագործ եղանակներ գտնելով, որպեսզի նրանք լավ սնվեն։ Բայց Արմենը նկատեց, որ Անահիտի մեջ մի լուռ մելանխոլիա կար, որը նա կրում էր որպես անտեսանելի ուղեբեռ։ Երբեմն, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում, նրա ժպիտը մարում էր, նա ստանում էր հեռավոր արտահայտություն, կարծես մտածում էր մի բանի մասին, որը խորապես անհանգստացնում էր նրան։ Հինգշաբթի օրվա մի երեկոյան Արմենը որոշեց անդրադառնալ այդ հարցին։ Տղաները քնած էին վարժությունների լարված առ։ Ավոտից հետո Անահիտը խոհանոցում էր, դասավորելով ընթրիքի բաղադրիչները։ Անահիտ, կարող եմ անձնական հարց տալ։ Նա դադարեց համեմունքները խառնելուց շրջվեց դեպի նա, այն զգուշավոր արտահայտությամբ, որը միշտ ուներ, երբ չգիտեր, թե ինչ սպասել։ Իհարկե, պարոն Արմեն։ Ինչպե՞ս են ձեր մայրն ու քույրը։ Անահիտի դեմքը թեթակի կծկվեց, կարծես հարցը դիպել էր զգայուն թեմայի։ Լավ են, շնորհակալություն հարցնելու համար։ Արմենը նկատեց, որ պատասխանը չափազանց արագ էր, չափազանց պաշտոնական, կարծես նա ուզում էր փակել թեման, նախքան այն կխորանար։ Անահիտ, ես նկատել եմ, որ երբեմն դուք անհանգստանում եք ինչ-որ բանի համար։ Եթե կա մի բան, որով կարող եմ օգնել։ Նա մի պահ լուռ մնաց, նյարդայնորեն խաղալով գոգնոցի հետ։ Բանն այն է, որ մայրս առողջական խնդիրներ ունի, պարոն Արմեն։ Եվ Լիլիթի բուժումը թանկ է։ Ես ամեն ինչով մենակ եմ զբաղվում, այնպես որ երբեմն մի փոքր անհանգստանում եմ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում իմ աշխատանքի վրա այստեղ։ Արմենը կրծքում սեղմում զգաց։ Անահիտը փոխում էր իր ընտանիքի կյանքը, հույս ու ուրախություն տալիս իր որդիներին, նա անգամ չգիտեր, որ նա այդքան ծանր հոգսեր է կրում։ Ինչու՞։ Դուք ինձ դա ավելի շուտ չեք ասել։ Որովհետև չէի ուզում, որ պարոնը մտածի, թե ես այստեղ եմ կարիքի պատճառով, գիտեք։ Ես իսկապես հոգ եմ տանում Պետրոսի Հայկի մասին։ Նրանք ինձ համար առանձնահատուկ են դարձել։ Արմենը նայում էր նրան, տեսնելով անկեղծությունը դեմքին, այն ձև, որով խոսում էր իր որդիների մասին անկեղծ սիրով, որը շատ ավելին էր, քան ցանկացած պրոֆեսիոնալ պարտականություն։ Անահիտ, ես ուզում եմ մի առաջարկ անել։ Նա հետաքրքրությամբ նայեց նրան։ Ես ուզում եմ, որ դուք բացառապես նվիրվեք տղաներին։ Տան մյուս գործերը թողեք մեկ ուրիշի։ Ես ուզում եմ, որ ձեր ուշադրությունը միայն նրանց վերականգնման վրա լինի։ Եվ ես կկրկնապատկեմ ձեր աշխատավարձը։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Պարոն Արմեն, ես չգիտեմ ինչ ասել, ասեք, որ ընդունում եք։ Պետրոսն ու Հայկը ձեր կարիքն ունեն։ Եվ ես նույնպես։ Վերջին նախադասությունը սպասվածից ավելի մտերմիկ հնչեց, բայց նա չզղջաց։ Դա ճշմարտությունն էր։ Նա նույնպես Անահիտի կարիքն ուներ այն հույսի, որը նա բերել էր այդ տուն, կարիքն ուներ այն ձի, որով նա ստիպում էր իրեն հավատալ, որ կյանքը դեռ կարող է դրականորեն զարմացնել։ Անահիտն ընդունեց, փոփոխությունն անմիջապես տեղի ունեցավ։ Ավելի շատ ժամանակ ռեսուրսներ նվիրելով բացառապես տղաներին, նրանց առաջընթացն արագացավ։
Մի քանի շաբաթվա ընթացքում երկուսն էլ կարողանում էին քայլել ամբողջ տնով, բարձրանալ իջնել աստիճաններով, բռնոցի խաղալ այգում։ Վարժություններն ավելի դժվար դարձան, ներառելով գործողություններ, որոնք պահանջում էին հավասարակշռություն, համակարգում ուժ։ Արմենը զգում էր, կարծես տեսնում է իր որդիների վերածնունդը։ Նրանք ավելի շատ էին ծիծաղում, ավելի շատ խոսում, ավելի բարձր երազում։ Սկսեցին ապագայի պլաններ կազմել, հարցնել, թե երբ կարող են գնալ զբոսայգի, երբ կարող են ֆուտբոլ խաղալ դպրոցի ընկերների հետ։ Արմենի Անահիտի հարաբերությունները նույնպես փոխվեցին։ Նրանք սկսեցին ավելի շատ խոսել, կիսվել տղաների առաջընթացի մասին տպավորություններով, երեկոյան միասին սուրճ խմել, մինչ Պետրոսն ու Հայկը դա սերն էին անում։ Արմենը հայտնաբերեց, որ Անահիտն ուներ նուրբ խելք, աշխարհը տեսնելու յուրահատուկ ցը, որը հիացնում էր նրան։ Նա խոսում էր կարդացած գրքերի, ունեցած երազանքների, մի օր ֆիզիոթերապիայի ֆակուլտետ ընդունվելու ցանկության մասին, որպեսզի կարողանա օգնել ավելի շատ մարդկանց, ինչպես Լիլիթն էր։ Լինում էին պահեր, երբ Արմենը բռնում էր իրեն նրան նայելիս զգում մի բան, որը վաղուց չէր զգացել։ Դա միայն երախտագիտություն չէր, թե դրանից շատ կար։ Դա լուր ձգողություն էր, հետաքրքրություն, որը գերազանցում էր պրոֆեսիոնալը, ցանկություն ավելի լավ ճանաչելու նրան, լինելու նրա կյանքի մի մասը այնպես, ինչպես նա դարձել էր իր կյանքի մի մասը։ Բայց Արմենը զգույշ էր։ Անահիտն աշխատում էր նրա մոտ, ֆինանսապես կախված էր նրանից, նա չէր ուզում, որ նա իրեն ճնշված կամ անհարմար զգա։ Այնպես որ այդ զգացմունքները պահում էր իր մեջ, փորձելով կենտրոնանալ միայն որդիների բարեկեցության այն երախտագիտության վրա, որ գտել էր այդքան առանձնահատուկ մեկին, նրանց խնամելու համար։ Երեքշաբթի օրվա մի առավոտ ամեն ինչ նորից փոխվեց։ Մենը տանը ստեղծած իր գրասենյակում էր, երբ դռան զանգը հնչեց։ Անահիտը գնաց բացելու մի քանի րոպե անց վերադարձավ տարօրինակ արտահայտությամբ դեմքին։ Պարոն Արմեն, հյուրասենյակում մի տիկին կա, որը կցանկանար խոսել ձեզ ինձ հետ։ Նա ասաց, որ դա աշխատանքի առաջարկի մասին է։ Արմենը ճակատը կիտեց։ Ոչ ոքի չէր սպասում, գաղափար չուներ, թե ինչ առաջարկ կարող է լինել։ Իջավ հյուրասենյակ, գտավ մի էլեգանտ կնոջ, մոտ 50 տարեկան, անթերի հագնված, նստած բազմոցին մի կեցվածքով, որը հուշում էր, որ նա սովոր է ստանալ այն, ինչ ուզում է։ Պարոն Արմեն, հաճելի է ծանոթանալ։ Իմ անունը Հելեն Անդրեասյան է։ Ես որդի ունեմ ձեր տղաների նման վիճակով։ Լսել եմ այն բացառիկ աշխատանքի մասին, որը տիկին Անահիտն այստեղ է անում, կցանկանայի մի առաջարկ անել։ Արմենը նստեց նրա դիմաց, արդեն իսկ անհարմար զգացողությամբ ստամոքսում։ Ինչ տեսակի առաջարկ։ Հելենը ժպտաց, բայց դա հաշվարկված, առանց ջերմության ժպիտ էր։ Կցանկանայի վարձել Անահիտին, բացառապես իմ որդուն խնամելու համար։ Կարող եմ առաջարկել 3 անգամ ավելի բարձր աշխատավա։ Քան նա այստեղ է ստանում, բացի այդ, ամբողջական բժշկական ապահովագրություն, նրա մոր քրոջ բուժման ամբողջական ծածկույթ, նա վճարել մասնավոր համալսարանի համար, որպեսզի նա կարողանա իրականացնել ֆիզիոթերապ դառնալու իր երազանքը։ Արմենը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Նայեց Անահիտին, որը կանգնած էր դռան կողքին, գունատ, հայացքը հատակին գամված։ Առաջարկը գայթակղիչ է, այդպես չէ, տիկին Անահիտ, շարունակեց Հելենը, քաղցր ձայնով։ Դուք կարող եք օգնել իմ որդուն մինույն ժամանակ լուծել ձեր ընտանիքի բոլոր ֆինանսական խնդիրները։ Դա եզակի հնարավորություն է։ Արմենը տեսավ ներքին պայքարը Անահիտի դեմքին։ Տեսավ հակասությունը Պետրոսի Հայկի նկատմամբ ունեցած սիրո ընտանիքին հոգ տանելու հուսահատ կարիքի մեջ։ Տեսավ այն պատասխանատվության բեռը, որը նա մենակ էր կրում, այն որոշումը կայացնելու ճնշումը, որը կփոխեր բոլոր նրանց կյանքը, ում սիրում էր։ Ես պետք է մտածեմ, շշնջաց Անահիտը։ Իհարկե, սիրելիս։ Բայց շատ մի ուշացիր։ Իմ որդին շտապ խնամքի կարիք ունի, նման հնարավորություններ ամեն օր չեն հայտնվում։ Հելենը ոտքի կանգնեց, թողեց իր տվյալներով այցեքարտը հրաժեշտ տվեց նույն հաշվարկված էլեգանտությամբ, որով եկել էր։ Երբ նա գնաց, Արմենն ու Անահիտը լուռ մնացին հյուրասենյակում։ Բնակարանը կարծես վերադարձել էր նախկին ծանր լռությանը, կարծես այն ամբողջ կյանքը, որը ծաղկել էր այնտեղ վերջին շաբաթներին, վտանգված էր անհետանալու։ Անահիտ, նայիր ինձ, ասաց Արմենը հնարավորինս մեղմ ձայնով։ Նա բարձրացրեց աչքերը, Արմենը տեսավ, որ դրանք լի էին արցունքներով։ Ես չեմ ուզում գնալ, պարոն Արմեն։ Պետրոսն ու Հայկը ինձ համար որդիների պես են դարձել։
Բայց մայրս վիրահատության կարիք ունի, Լիլիթի բուժումը ես չգիտեմ, թե կկարողանամ մենակ հոգալ ամեն ինչ։ Արմենը մոտեցավ նրան, սիրտը արագ բաբախելով մի որոշումից, որը կայացնում էր հենց այդ պահին։ Իսկ եթե դու ստիպված չլինես ընտրություն կատարել։ Ինչ նկատի ունեք։ Իսկ եթե ես կարողանամ առաջարկել այն ամենը, ինչ նա առաջարկեց, բայց դու մնաս այստեղ մեզ հետ։ Անահիտը նայեց նրան, չհասկանալով։ Պարոն Արմեն, դուք լուրջ չեք ասում։ Ես շատ լուրջ չեմ ասում։ Բեր քո մորն ու քրոջը այստեղ ապրելու։ Բնակարանը բավականաչափ մեծ է։ Ես կհոգամ երկուսի բուժման ծախսերը, կվճարեմ այն համալսարանի համար, որը դու կուզենաս, դու կմնաս այստեղ, լինելով մեր ընտանիքի մի մասը։ Արցունքները, որոնք Անահիտը զսպում էր, վերջապես հոսեցին նրա դեմքով։ Ինչու՞։ Պարոնը դա կաներ։ Արմենը խորը շունչ քաշեց, զգալով, որ պատրաստվում է ասել մի ճշմարտություն, որը նույնիսկ չգիտեր, որ պահում է։ Որովհետև դու ոչ միայն իմ որդիներին փրկեցիր, Անահիտ։ Դու նա ինձ փրկեցիր։ Եվ որովհետև ես չեմ կարող պատկերացնել այս տունն առանց քեզ։ Դա առաջին անգամն էր, որ Արմենը խոստովանում էր, նույնիսկ ինքն իրեն, թե որքան կարևոր էր դարձել Անահիտը։ Դա միայն այն չէր, ինչ նա անում էր տղաների համար։ Դա այն էր, թե ով էր նա, այն ձը, որով նրա ներկայությունը փոխում էր այդ վայրի ամբողջ էներգիան, թե ինչպես նրա հավատն ու վճռականությունը արթնացրել էին նրա մեջ ապրելու ցանկություն, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Անահիտը երկար պահ լուռ մնաց, արցունքները շարունակում էին հոսել նրա դեմքով։ Ես ընդունում եմ, վերջապես շշնջաց նա։ Արմենը այնքան մեծ թեթացում զգաց, որ մի պահ մտածեց, թե կուշաթափվի։ Առանց մտածելու, ձեռքերը մեկնեց, Անահիտը մոտեցավ, թույլ տալով, որ նա գրկի իրեն։ Դա զգույշ, հարգալից գրկախառնություն էր, բայց լի մի երախտագիտությամբ սիրով, որը երկուսն էլ խորապես զգացին։ Երբ բաժանվեցին, Արմենը Անահիտի աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան հավատալ, որ գուցե, միայն գուցե, նա նույնպես իր նկատմամբ զգում էր ավելին, քան պրոֆեսիոնալ երախտագիտություն։ Այնտեղ մի քնքշություն կար, մի կապ, որը երկուսն էլ սկսում էին ճանաչել, բայց որը դեռ չափազանց զգույշ էին անվանելու համար։ Այդ գիշեր, երբ Պետրոսն ու Հայկը քնեցին, տոնելով այն լուրը, որ Անահիտը ընդմիշտ կմնա, Արմենը մնաց պատշգամբում, նայելով ներքում լուսավորված քաղաքին։ Տարիներ անց առաջին անգամ հույս զգաց։ Ոչ միայն որդիների համար, այլ իր համար, այն հնարավորության համար, որ կյանքը դեռ կարող է իրեն առաջարկել ավելին, քան պարզապես գոյատումն ու աշխատանքը։ Անահիտը մի քանի րոպե անց հայտնվեց պատշգամբում, երկու բաժակ թեյով։ Մտածեց. գուցե ընկերակցություն կուզենայիք։ Արմենն ընդունեց թեյը, նրանք մնացին այնտեղ, հարմարավետ լռության մեջ, դիտելով քաղաքի լույսերը։ Շնորհակալ եմ, ցածր ասաց Անահիտը։ Ես եմ շնորհակալ, պատասխանեց Արմենը։ Եվ երկուսն էլ գիտեին, որ խոսում են շատ ավելիի մասին, քան պարզապես գործնական պայմանավորվածությունների պրոֆեսիոնալ հնարավորությունների։ Նրանք խոսում էին երկրորդ հնարավորության, երջանկության հնարավորության մասին, որը ոչ մեկը, ոչ մյուսը չէին հավատում, որ դեռ հնարավոր է գտնել։ Տիկին Մարիայի Լիլիթի ժամանումը Արմենի բնակարանը վերածեց մի բանի, որը նա երբեք չէր զգացել, իսկական տուն, լի ձայներով, ծիծաղով, բոլոր անկյուններում բաբախող կյանքով։ Տիկին Մարիան 62 տարեկանում, փոքրամարմին, բայց վառ անհատականությամբ կին էր։ Նրա կոշտացած ձեռքերում մի ամբողջ կյանքի պատմություն կար, նվիրված ուրիշներին խնամելուն, իսկ աչքերում մի լուռ իմաստություն, որը Արմենը սկսեց հիանալ համատեղ կյանքի առաջին իսկ օրերից։ Լիլիթը, իր հերթին, Անահիտի ավելի երիտասարդ տարբերակն էր, նույն քաղցր աչքերով։ Բայց էլ ավելի կատաղի վճռականությամբ, գուցե կոփված սեփական մարմնի յուրաքանչյուր շարժումը վերանվաճելու փորձով։ Արմենը պատրաստել էր վերին հարկի սենյակները, որոնք նախկինում օգտագործում էր որպես գրասենյակ պահեստ, վերածելով դրանք հարմարավետ տարածքների։ Հոգ տարավ, որ յուրաքանչյուր մանրուք մտածված լինի, որպեսզի նրանք իրենց իսկապես տանը զգան, ոչ թե որպես ժամանակավոր հյուրեր։ Լիլիթի լոգարանում հենարաններ տեղադրեց, նոր կահույք գնեց, զարդարեց բույսերով, որոնց մասին տիկին Մարիան նշել էր, որ սիրում է։ Պետրոսն ու Հայկը հիացած էին երկուսի ժամանումից։ Տիկին Մարիան բնատուր տաղանդ ուներ պատմություններ պատմելու, որոնք ժամերով գրավում էին տղաների ուշադրությունը։ Նստում էր հյուրասենյակի բազկաթոռին, երկվորյակներից մեկը մի կողմում, մյուսը մյուս, պատմում էր իր երիտասարդության արկածների, ընտանեկան պատմությունների, հեքիաթների մասին, որոնք հորինում էր տեղում, որոնք միշտ ունենում էին երջանիկ ավարտ քաջության դասեր։
Լիլիթը արագորեն դարձավ Պետրոսի Հայկի համար մի տեսակ ավագ քույր։ 23 տարեկանում նա ուներ վարակիչ էներգիա ֆիզիոթերապիայի վարժությունները զվարճալի խաղերի վերածելու յուրահատուկ ց. Ինքն էլ ամեն օր ֆիզիոթերապիա էր անում, Արմենը տպավորված էր, տեսնելով, թե ինչպես էր նա զարգացրել ուժ ճկունություն, որոնք մարտահրավեր էին նետում ցանկացած բժշկական կանխատեսման։ Նա ինձանից լավ է քայլում, մի առավոտ մեկնաբանեց Արմենը Անահիտին, դիտելով, թե ինչպես է Լիլիթն օգնում տղաներին հավասարակշռության վարժություն կատարել։ Դա երկար պայքար էր, պատասխանեց Անահիտը։ Բայց նա երբեք չհանձնվեց։ Եվ նրան այսպես տեսնելն ինձ ամեն օր հիշեցնում է, թե ինչու արժե համառել, թե ինչու արժե հավատալ։ Պետրոսի Հայկի առաջընթացն այս շրջանում արտասովոր էր։ Ունենալով Լիլիթին որպես կենդանի օրինակ, որ հաղթահարումը հնարավոր է, տիկին Մարիային, որը միշտ այնտեղ էր յուրաքանչյուր փոքր ձեռքբերումը տոնելու համար, տղաները ձեռք բերեցին մի վստահություն, որը Արմենը երբեք չէր տեսել նրանց մոտ։ Նրանք այժմ կարողանում էին վազել փոքր տարածություններ, բարձրանալ իջնել աստիճաններով առանց որեհենարանի, ֆուտբոլ խաղալ այգու։ Արմենը փոքրիկ լողավազան գնեց բացօթյա տարածքի համար հուզվում էր, տեսնելով իր որդիներին լողալիս ջրում խաղալիս, ինչպես իրենց տարիքի ցանկացած երեխա։ Գործին հետող բժիշկները ապշած էին առաջընթացից։ Բժիշկ Սարգսյանը, նյարդաբանը, որը նրանց հետում էր սկզբնական ախտորոշումից ի վեր, խնդրեց նոր հետազոտություններ անցկացնել, քանի որ չէր կարողանում հավատալ իր տեսածին։ Պարոն Արմեն, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Այն, ինչ կատարվում է Պետրոսի Հայկի հետ, հակասում է այն ամենին, ինչ մենք գիտենք նրանց վիճակի մասին։ Դա պարզապես բարելավում չէ։ Դա լիակատար փոխակերպում է։ Արմենը ժպտաց, նայելով Անահիտին, որը նստած էր իր կողքին խորհրդատվության ժամանակ։ Բժիշկ, երբեմն բժշկությունը չի կարող ամեն ինչ բացատրել։ Երբեմն մեզ ավելին է պետք։ Ինչպես, օրինակ, հավատ, սեր մեկը, ով չի ընդունում անհնար բառը։ Այս ընթացքում Արմենն ու Անահիտը սկսեցին զարգացնել մի մտերմություն, որը բնականon կերպով աճում էր, ինչպես մի բույս, որը գտնում է ճիշտ հող համապատասխան լույս։ Ճնշում չկար, շտապողականություն չկար։ Դա փոխադարձ բացահայտում էր, կազմված օրվա վերջի զրույցներից, անհրաժեշտից մի փոքր ավելի երկար տող հայացքներից, պահերից, երբ ձեռքերը պատահաբար դիպչում էին իրար, ոչ մեկը անմիջապես չէր հեռանում։ Արմենը հայտնաբերեց, որ Անահիտը նուրբ հումորի զգացում ունի, որը ստիպում էր իրեն ծիծաղել այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր ծիծաղել։ Նա հայտնաբերեց, որ գործարար լրջության հետում Արմենը զգայուն մարդ է, որը գիտի լսել, որն անկեղծորեն հոգ է տանում իր շրջապատի մարդկանց մասին։ Սկսեցին միասին դուրս գալ փոքր զբոսանքների այգում, երբ տղաները քնած էին լինում։ Այդ առիթներով խոսում էին ամեն ինչի մասին, ապագայի երազանքների, դեռ սպիացող անցյալի վերքերի, այն մասին, թե ինչպես էր կյանքը զարմացրել երկուսին էլ այնպես, ինչպես երբեք չէին կարող պատկերացնել։ Այդ զբոսանքներից մեկի ժամանակ Արմենը հասկացավ, որ սիրահարվում է։ Դա միայն երախտագիտություն կամ սեր չէր։ Դա ավելի խորը, ավելի իրական բան էր։ Անահիտը դարձել էր այն մարդը, ում հետ ուզում էր կիսել օրվա փոքր ուրախությունները, վախերն ու հույսերը, հարմարավետ լռություն։ Ներն ու անսպասելի ծիծաղները։ Անահիտը նույնպես զգում էր, որ իր մեջ նման մի բան է աճում։ Արմենը դարձել էր շատ ավելին, քան բարի գործատու։ Նա այն մարդն էր, որը ստիպում էր իրեն զգալ, որ կարող է երազել այլ ապագայի մասին, որը նրա մեջ տեսնում էր ոչ միայն իր որդիների խնամակալին, այլ լիարժեք, խելացի կնոջ, որն ունակ է սիրվելու այնպիսին, ինչպիսին կա։ Բայց երկուսն էլ զգույշ էին։ Նրանց միջ սոցիալական տարբերությունը մի բան էր, որը չէր կարելի անտեսել, հատկապես երբ սկսեցին միասին հանրության մեջ հայտնվել, Արմենը ստիպված եղավ դիմակայել իր սոցիալական շրջապատի մարդկանց հայացքներին ու մեկնաբանություններին։ Դրա առաջին մեծ փորձությունը եկավ, երբ Արմենին հրավիրեցին հաշմանդամություն ունեցող երեխաների օգտին կազմակերպված բարեգործական միջոցառման։ Դա այժմ նրա սրտին մոտ թեմա էր, նա որոշեց, որ ուզում է գնալ Անահիտի ուղեկցությամբ։ Անահիտ, կցանկանայի, որ հաջորդ ուրբաթ ինձ հետ գայիր հիմնադրամի միջոցառմանը։ Նա զարմացած նայեց նրան։ Պարոն Արմեն, չեմ կարծում, որ դա տեղին է, ինչու։ Տեղին չի լինի։ Որով։ Ես այդ աշխարհին չեմ պատկանում։ Մարդիկ կնայեն, մեզ կդատեն։ Չեմ ուզում, որ դա ձեզ համար խնդիրներ ստեղծի։ Արմենը մոտեցավ նրան, վերցրեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։
Անահիտ, դու այն մարդն ես, ով փրկեց իմ որդիներին, ով ուրախություն բերեց այս տուն, ով սովորեցրեց ինձ նորից հավատալ հրաշքներին։ Եթե մարդիկ չեն կարողանում տեսնել քո ունեցած արտասովոր արժեքը, դա նրանց խնդիրն է, ոչ թե մերը։ Անահիտը զիջեց, բայց ոչ առանց անհանգստության։ Գնեց մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, ավելի նրբագեղ սանրվածք արեց, պատրաստվեց մի երեկոյի, որը գիտեր, որ դժվարին է լինելու։ Միջոցառումը Երանի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցում էր։ Արմենը ժամանեց Անահիտի հետ ձեռք ձեռքի տված, բոլորին ներկայացնելով նրան որպես ֆիզիոթերապևտ, որը խնամում է իր որդիներին։ Դա նրան պաշտպանելու, նրա ներկայությանը պրոֆեսիոնալ օրինականություն տալու միջոց էր, բայց նա խուսափելու ավելի բարդ բացատրություններից այն մասին, թե իրականում ինչ էր կատարվում իրենց մեջ։ Սկզբում ամեն ինչ լավ ընթացավ։ Արմենը խոսեց աշխատանքի ծանոթների հետ, Անահիտը իր է։ Դրսորեց որպես խելացի հետաքրքրված, երբ մարդիկ հարցնում էին Պետրոսի Հայկի հետ աշխատանքի մասին։ Նա շատերի հիացմունքը շահեց, պարզ, բայց հուզիչ կերպով պատմելով տղաների առաջընթացի մասին։ Ամեն ինչ բարդացավ, երբ Արմենը հանդիպեց հին ծանոթների մի խմբի։ Արմեն, ինչ անակնկալ է քեզ այստեղ տեսնելը, մեկնաբանեց Ռուբենը, մի գործարար, ում հետ Արմենը նախկինում գործարքներ էր կնքել։ Իսկ ո՞վ է այս հմայիչ օրիորդը։ Սա Անահիտն է, իմ որդիների ֆիզիոթերապևտը։ Ահ, որքան հետաքրքիր։ Իսկ նա այստեղ պրոֆեսիոնալ նպատակով է, թե՞։ Հարցրեց Մարինեն, մեկ այլ գործարարի կինը, մի ժպիտով, որը չէր թաքցնում չարությունը։ Նա այստեղ է, որովհետև ես եմ նրան հրավիրել, պատասխանեց Արմենը, զգալով, որ լարվածությունն աճում է։ Որքան հուզիչ է քո կողմից, Արմեն, այդքան լավ հոգ տանել աշխատակիցների մասին։ Որոշ գործատուներ իսկապես իրենց պարտականություններից ավելին են անում, այնպես չէ, մեկնաբանեց խմբի մեկ այլ կին, հաջորդած քրքիջները պարզ դարձրին, որ մեկնաբանությունը երկրորդ իմաստ ուներ։ Արմենը զգաց, թե ինչպես Անահիտի մարմինը լարվեց իր կողքին։ Տեսավ, թե ինչպես կարմրությունը բարձրացավ նրա վզով, ինչպես նա հայացքը խոնարհեց, գրեթե աննկատ մի քայլ արեց, հեռանալու համար։ Անահիտը պարզապես աշխատակից չէ, ասաց Արմենը, ավելի վճռական ձայնով։ Նա արտասովոր մարդ է, որը փոխել է իմ ընտանիքի կյանքը։ Ահ, իհարկե, պատասխանեց Ռուբենը, մի տոնով, որը հուշում էր, թե բացատրությանը բոլորովին չի հավատում։ Դե, հուսով ենք, որ նա կշարունակի լավ աշխատանք կատարել։ Արմենը ուզեց պատասխանել, ուզեց այդ մարդկանց իրենց տեղը դնել, բայց գաց, որ Անահիտը թեթակի քաշում է իր թից։ Կարող եմ լոգարան գնալ, շշնջաց նա։ Արմենը նրան ուղեկցեց մինչ լոգարաններ տանող միջանցքը տեսավ, որ նա տեսանելիորեն վրդովված է։ Անահիտ, ուշադրություն մի դարձրու նրանց։ Նրանք մանրախնդիր մարդիկ են, որոնք չգիտեն, թե ինչ են խոսում։ Արմեն, ես գիտեի, որ սա տեղի կունենա։ Ես գիտեի, որ նրանք կնայեն ինձ կտեսնեն միայն ծառային, որը չգիտի իր տեղը։ Դա ճիշտ չէ։ Դու լիովին իրավունք ունես լինել այստեղ, ինձ հետ կամ ցանկացած այլ վայրում։ Անահիտը գլուխը թափահարեց, աչքերում արցունքներ հավաքվելով։ Կարծում եմ, մենք պետք է գնանք։ Եվ կարծում եմ, գուցե ավելի լավ է ամեն ինչ պահենք այնպես, ինչպես նախկինում էր։ Ինչ նկատի ունես։ Պրոֆեսիոնալ։ Միայն պրոֆեսիոնալ։ Ես խնամում եմ ձեր որդիներին, պարոնը ինձ վճարում է, յուրաքանչյուրս մնում է իր տեղում։ Արմենը զգաց, որ աշխարհը փլուզվում է իր շուրջ։ Անահիտ, դու չես կարող լուրջ լինել։ Ես շատ լուրջ եմ։ Ես չեմ ուզում պարոնի համար անհարմարության պատճառ լինել։ Չեմ ուզում, որ մարդիկ նայեն պարոնին, տածեն, որ նա կապվել է ծառայի հետ։ Պարոնն արժանի է մեկին, ով համապատասխանում է իր սոցիալական մակարդակին։ Արմենը փորձեց վիճել, փորձեց բացատրել, որ այդ մարդիկ կարող չեն, որ այն, ինչ զգում է իր նկատմամբ, իրական է արժեքավոր, անկախ նրանից, թե ուրիշներն ինչ կարող են մտածել։ Բայց Անահիտը վճռական էր։ Նա խորապես վիրավորվել էր այն նուրբ, բայց դաժան նվաստացումից, որը կրել էր, փակվել էր պաշտպանական զրահի մեջ, որը Արմենը չկարողացավ ճեղքել այդ գիշեր։ Տուն վերադարձան լարված լռության մեջ։ Արմենը գիտեր, որ այդ մի քանի ժամում կորցրել է մի թանկ բան, չգիտեր, թե ինչպես վերականգնել։ Հաջորդող օրերին Անահիտը պահպանում էր հարգալից, բայց ցավոտ հեռավորություն։
Շարունակում էր նվիրված լինել տղաներին, շարունակում էր քնքուշ լինել տիկին Մարիայի Լիլիթի հետ, բայց Արմենի հետ սահմանափակվում էր պաշտոնական բառերով որդիների առաջընթացի մասին անհրաժեշտ տեղեկություններով։ Արմենը մի քանի անգամ փորձեց խոսել նրա հետ, բայց Անահիտը միշտ պատրվակ էր գտնում հեռանալու համար։ Նա պատեր էր կառուցում իր սրտի շուրջ, պաշտպանվ ելով մի ցավից, որը գիտեր, որ անխուսափելի կլինի, եթե շարունակի անհնարին հույսեր փայփայել։ Պետրոսն ու Հայկը նկատեցին, որ ինչ-որ բան է փոխվել։ Տղաները ճշգրիտ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց զգում էին տխրությունը օդում, այն ձև, որով հայրն ու Անահիտը խուսափում էին մի նույն միջավայրում միաժամանակ լինելուց, ինչպես զրույցները դարձան ավելի կարճ ու պաշտոնական։ Հայրիկ, ինչու՞։ Դու ու Անահիտն այլս չեք խոսում, հարցրեց Պետրոսը մի գիշեր քնելուց առաջ։ Արմենը չգիտեր ինչ պատասխանել։ Ինչպես բացատրել 9 տարեկան երեխային, որ երբեմն սերը բավարար չէ հաղթահարելու այն արգելքները, որոնք աշխարհը դնում է մարդկանց միջ։ Երբեմն մեծահասակները դժվար ժամանակներ են ունենում, որդիս։ Բայց մի անհանգստացիր, լավ։ Պետրոսը համոզված չթվաց, բայց չհամառեց։ Այնուամենայնիվ, Արմենը կարող էր տեսնել տղայի աչքերում մի անհանգստություն, որը չպետք է լիներ, մի մանկական ինտուիցիա, որ մի կարևոր բան է կորչում։ Տիկին Մարիան, իր լուռ իմաստությամբ, դիտում էր ամեն ինչ, առանց ուղղակի մեկնաբանությունների։ Բայց Արմենը ատեց, որ նա սկսել է իրեն նայել մի արտահայտությամբ, որը խառնում էր հասկացողությունն ու հիասթափությունը, կարծես ճշգրիտ գիտեր, թե ինչ է կատարվում, սպասում էր, որ նա քայլ կատարի իրավիճակը շտկելու համար։ Լիլիթն ավելի ուղիղ էր։ Մի երեկո, երբ Արմենը տուն վերադարձավ, ավելի շուտ գտավ միայն նրան ու տղաներին հյուրասենյակում, նա մոտեցավ նրան ընտանիքին բնորոշ վճռականությամբ։ Պարոն Արմեն, կարող եմ առանձին խոսել ձեզ հետ։ Արմենը գլխով արեց, նրանք գնացին պատշգամբ։ Գիտեմ, որ դա իմ գործը չէ, բայց Անահիտը տառապում է։ Եվ դուք նույնպես։ Եվ Պետրոսն ու Հայկը այս ամենը զգում են։ Արմենը հոգոց հանեց, ձեռքը տանելով մազերի միջով։ Լիլիթ, իրավիճակը բարդ է։ Մեր միջ տարբերություններ կան, որոնք գուցե հնարավոր չէ հաղթահարել։ Գիտեք, թե ինչ սովորեցի իմ վթարից հետո։ Որ կյանքը շատ կարճ է, վատնելու այն լավ բաները, որոնք այն մեզ առաջարկում է։ Իմ քույրը գտել է մեկին, ով սիրում է նրան այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե նրա համար, թե ինչ ունի կամ չունի։ Եթե դուք բաց թողնեք սա, ընդմիշտ կզղջաք։ Արմենը լուռ մնաց։ Գիտակցելով, որ Լիլիթը ճիշտ է, բայց չիմանալով, թե ինչպես ուղղել այն, ինչ կոտրվել էր։ Այդ գիշեր Արմենն արթուն մնաց մինչ ուշ, մտածելով Անահիտի, որդիների, այն մասին, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փոխվեց։ Նայեց այգուն, որտեղ ամեն ինչ սկսվել էր, որտեղ առաջին անգամ տեսել էր իր որդիներին ոտքի վրա, որտեղ ճանաչել էր այն կնոջը, որը փոխել էր իր կյանքը այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Եվ հենց այնտեղ, լուսնի լույսի տակ այդ լուռ այգում, Արմենը որոշում կայացրեց։ Նա չէր հանձնվելու։ Թույլ չէր տալու, որ ուրիշների նախապաշարմունքները քանդեն իրական երջանկության միակ հնարավորությունը, որը գտել էր տարիներ անց։ Վաղը խոստացավ ինքն իրեն, վաղը նա կգտնի միջոց, ցույց տալու Անահիտին, որ իրեն սերը ավելի մեծ է, քան ցանկացած սոցիալական արգելք, ավելի մեծ, քան ցանկացած արտաքին դատողություն։ Վաղը նա կպայքարի այն ընտանիքի համար, որը ձավորվել էր այդ տանը, այն երջանկության համար, որը գրեթե կորցրել էին վախի պատճառով։ Արմենն արթնացավ հաջորդ առավոտ մի վճռականությամբ, որը շաբաթներ շարունակ չէր զգացել։ Գիշերն անցկա։ Ցրել էր, մտածելով, թե ինչպես մոտենալ Անահիտին, ինչպես ցույց տալ նրան, որ այն, ինչ զգում են միմյանց նկատմամբ, ավելի կարևոր է, քան ցանկացած արտաքին կարծիք։ Բայց երբ իջավ խոհանոց, գտավ միայն տիկին Մարիային նախաճաշ պատրաստելիս։ Բարի լույս, տիկին Մարիա։ Որտեղ է Անահիտը։ Տիկին Մարիան նայեց նրան այն իմաստուն արտահայտությամբ, որը միշտ ստիպում էր նրան զգալ, թե նա շատ ավելին գիտի, քան ասում է։ Նա շուտ դուրս եկավ, որդիս։ Ասաց, որ անձնական գործեր ունի լուծելու կվերադառնա կեսօրին։ Արմենը ստամոքսում սեղմում զգաց։ Տիկին Մարիայի տոնի մեջ մի բան կար, որը նրան անհանգստացրեց, կարծես նա գիտեր մի բան, որը ինքը չգիտեր։ Նա լավ է։ Տիկին Մարիան հոգոց հանեց, ձեռքերը չորացնելով գոգնոցով։ Արմեն, կարող եմ քեզ Արմեն ասել։ Իհարկե, տիկին Մարիա։ Աղջիկս տառապում է, Արմեն։ Եվ դու նույնպես։ Եվ դա ազդում է այս տան բոլորի վրա։
Պետրոսն ու Հայկը հարցնում են, թե ինչու դուք երկուստ այլս չեք խոսում, Լիլիթն անհանգստացած է, ես տեսնում եմ երկու մարդու, որոնք սիրում են միմյանց, բայց հեռանում են։ Զուտ հպարտության վախի պատճառով։ Արմենը նստեց խոհանոցի սեղանի մոտ, զգալով ճշմարտության ծանրությունը տիկին Մարիայի խոսքերում։ Ես ուզում եմ լուծել սա, տիկին Մարիա։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ վերադառնա նախկին տեսքին։ Ոչ, Արմեն։ Թող չվերադառնան նախկին տեսքին։ Թող ավելի լավը լինեն։ Թող իրական լինեն։ Եթե դու սիրում ես իմ աղջկան, ցույց տուր նրան։ Եթե դու ուզում ես, որ նա լինի քո կյանքի, քո որդիների կյանքի մի մասը, ապա պայքարիր դրա համար։ Բայց պայքարիր իսկապես, ոչ թե կիսատ պռատ խոսքերով ու երկչոտ ժեստերով։ Պետրոսն ու Հայկը այդ պահին հայտնվեցին խոհանոցում, դեռ գիշերանոցով, Արմենը տղաների դեմքերին տեսավ նույն անհանգստությունը, որը նկատել էր վերջին օրերին։ Հայրիկ, Անահիտը գնալո՞ւ է, հարցրեց Հայկը, ուղիղ, ինչպես միշտ էր։ Հարցը Արմենին հարվածեց որպես բռունցք։ Նա չգիտեր, որ տղաների անհանգստությունը հասել է այս աստիճանի։ Ինչու՞։ Եք կարծում, որ նա գնալու է։ Որովհետև դուք այլս չեք խոսում, ասաց Պետրոսը։ Եվ որովհետև նա տխրում է, երբ կարծում է, թե մենք չենք տեսնում։ Արմենը ծնկի իջավ որդիների հասակին, բռնելով երկուսի ձեռքերը։ Դուք սիրում եք Անահիտին։ Մենք սիրում ենք նրան, հայրիկ, պատասխանեց Հայկը։ Նա միայն մեր ֆիզիոթերապևտը չէ։ Նա մեր ընտանիքից է։ Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ մտածում եմ նրան ամուսնության առաջարկ անելու մասին։ Երկու տղաների աչքերը միաժամանակ լայն բացվեցին։ Լուրջ հայրիկ, հարցրեց Պետրոսը մի աշխուժությամբ, որը Արմենը շաբաթներ շարունակ չէր տեսել։ Լուրջ։ Բայց նախ պետք է վստահ լինեմ, որ նա նույնպես դա է ուզում։ Եվ դրա համար ինձ պետք կլինի ձեր օգնությունը։ Արմենն անցկացրեց առավոտվա մնացած մասը, Պետրոսի, Հայկի, տիկին Մարիայի Լիլիթի օգնությամբ մի առանձնահատուկ բան պատրաստելով։ Յուրաքանչյուրը նպաստեց պլանի մի մասին, այդ առավոտը վերածելով սիրային դավադրության, որը ներգրավեց ամբողջ ընտանիքին։ Անահիտը վերադարձավ կեսօրին, ավելի խաղաղ արտահայտությամբ, քան ցույց էր տվել վերջին շաբաթներին։ Արմենը նկատեց, որ նա ինչ-որ որոշում է կայացրել, դա նրան էլ ավելի նյարդայնացրեց։ Ինչպես անցավ օրդ, հարցրեց Արմենը, փորձելով ամփույթն։ Չէ՛լ։ Լուսավորիչ էր, պատասխանեց Անահիտը, նրա տոնի մեջ մի բան կար, որը Արմենը չկարողացավ վերծանել։ Անահիտ, կարող ես այգի գալ։ Տղաները ուզում են քեզ մի բան ցույց տալ։ Անահիտը հետեց Արմենին մինչ այգի, որտեղ Պետրոսն ու Հայկը նրան էին սպասում։ Բայց տղաների կեցվածքում մի տարբերություն կար։ Նրանք ավելի ուղիղ էին, ավելի վստահ, աչքերում մի փայլով, որը Արմենը վաղուց չէր տեսել։ Անահիտ, հանդիսավոր ասաց Պետրոսը, մենք որոշել ենք, որ ուզում ենք քեզ մի առանձնահատուկ բան ցույց տալ։ Ինչ է դա, իմ սերեր։ Մենք 20 քայլ ենք անելու, ասաց Հայկը։ 20 քայլ անընդմեջ, առանց կանգ առնելու, առանց որևէ բանի հենվելու։ Քեզ համար։ Անահիտը նայեց տղաներին, հետո Արմենին, հետո նորից նրանց։ Տղաներ, դուք պետք չէ ձեզ ստիպեք ինչ-որ բան անել, ինձ տպավորելու համար։ Դուք արդեն կատարյալ եք այնպիսին, ինչպիսին կաք։ Դա քեզ տպավորելու համար չէ, բացատրեց Պետրոսը։ Դա քեզ ցույց տալու համար է, որ դու մեզ սովորեցրիր, որ մենք կարող ենք ամեն ինչ անել, երբ ունենք մեկը, ով հավատում է մեզ։ Եվ հիմա ենք ուզում ենք, որ դու հավատաս քեզ նույնպես։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, բայց ոչինչ չասաց։ Պարզապես նստեց այգու նստարանին դիտեց։ Պետրոսն ու Հայկը դիրքավորվեցին այգու սկզբում, կողք կողքի։ Արմենը կանգնեց մյուս ծայրում, ձեռքերը բացած, հաշվելով այն քայլերը, որոնք նրանք պետք է անեին։ Տիկին Մարիան Լիլիթը հայտնվեցին պատուհաններից, դիտելու համար։ Միասին, հարցրեց Պետրոսը եղբորը։ Միասին, պատասխանեց Հայկը։ Եվ սկսեցին քայլել։ Առաջին քայլը երկչոտ էր, բայց ամուր։ Երկրորդը՝ ավելի վստահ։ Երրորդ քայլին Պետրոսը թեթակի սայթաքեց, բայց վերականգնվեց առանց ընկնելու։ Հինգերորդ քայլին Հայկը ծիծաղեց նյարդայնությունից, բայց շարունակեց։ 10-րդ քայլին երկուսն էլ նայեցին Անահիտին, որը ձեռքերով փակել էր բերանը, բացահայտ լաց լինելով։ 15 քայլ։ 16 17
Արմենը բարձրաձայն հաշվում էր, ձայնը խեղդվելով հուզմունքից։ Տիկին Մարիան Լիլիթը ծափահարում էին պատուհաններից։ Անահիտը ոտքի կանգնեց նստարանից, քայլելով տղաների կողքին, քաջալերելով յուրաքանչյուր շարժում։ 18 19 20-րդ քայլին Պետրոսն ու Հայկը հասան Արմենին, որը նրանց պարուրեց ամուր գրկախառնությամբ։ Երեքը մնացին այնտեղ, գրկախառնված, միաժամանակ լաց լինելով ու ծիծաղելով։ Անահիտը դանդաղ մոտեցավ, երբ բավականաչափ մոտ էր, Արմենը նրան քաշեց գրկախառնության մեջ։ 4-ը մնացին այնտեղ, այգու մեջտեղում, սիրո մի միասնության մեջ, որը սրբազան էր թվում։ Դուք կարողացաք, շշնջաց Անահիտը։ Դուք իսկապես կարողացաք։ Մենք կարողացանք, որովհետև դու հավատացիր մեզ, երբ ուրիշ ոչ ոք չէր հավատում, ասաց Պետրոսը։ Եվ հիմա մենք հավատում ենք քեզ, ավելացրեց Հայկը։ Արմենը թեթակի հեռացավ գրկախառնությունից, նայեց Անահիտի աչքերին։ Անահիտ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Նա նայեց նրան, դեռ արցունքներն աչքերին, բայց լիակատար ուշադրությամբ։ Ես սխալվեցի։ Սխալվեցի, երբ թույլ տվեցի, որ այդ մարդկանց կարծիքները ավելի կարևոր լինեն, քան մեր զգացմունքները։ Սխալվեցի, երբ նույն գիշերը չպայքարեցի քեզ համար։ Սխալվեցի, երբ ընդունեցի, որ դու հեռանաս ինձանից առանց անելու այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում էր։ Որպեսզի ցույց տամ, թե որքան ես դու ինձ համար նշանակում։ Արմեն, սկսեց Անահիտը, բայց նա նուրբ ժեստով լռություն խնդրեց։ Թույլ տուր ավարտեմ։ Դու ոչ միայն իմ որդիներին փրկեցիր, Անահիտ։ Դու ինձ փրկեցիր։ Վերադարձրիր ինձ հույս զգալու, հավատալու, որ կյանքը դեռ կարող է դրականորեն զարմացնել, նորից սիրելու ունակությունը։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին, մեր սոցիալական տարբերությունների, ցանկացած բանի մասին։ Ինձ հետաքրքրում է միայն այն, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք զգում միմյանց նկատմամբ։ Անահիտը լուռ լաց էր լինում, բայց չփորձեց ընդհատել նրան։ Ես քեզ սիրում եմ, Անահիտ։ Սիրում եմ այնպես, ինչպես չգիտեի, որ դեռ ունակ եմ սիրելու։ Եվ ուզում եմ, որ դու լինես իմ կյանքի, իմ որդիների կյանքի մի մասը, ընդմիշտ։ Ոչ որպես ծառա, ոչ որպես աշխատակից, այլ որպես ուղեկից, որպես հավասար, որպես այն կին, որը լրացնում է մեր ընտանիքը։ Արմենը ծնկի իջավ այգում, հենց այն տեղում, որտեղ առաջին անգամ տեսել էր իր որդիներին ոտքի վրա, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Անահիտ, կամուսնանաս։ Ինձ հետ։ Հաջորդած լռությունը տեց ընդամենը մի քանի վայրկյան, բայց Արմենի համար դա հավերժություն թվաց։ Պետրոսն ու Հայկը շունչները պահեցին։ Տիկին Մարիան Լիլիթը շարունակում էին դիտել պատուհաններից։ Արմեն, ասաց Անահիտը, ցածր, բայց ամուր ձայնով, ես նույնպես քեզ սիրում եմ։ Սիրում եմ այն օրվանից, երբ դու որոշեցիր տանը մնալ, այն առաջին առավոտյան մասնակցել տղաների վարժություններին։ Սիրում եմ այնձի համար, որով դու նայում ես քո որդիներին, այնձի համար, որով վերաբերվում ես ինձ, այնձի համար, որով բացեցիր քո տունն ու սիրտը իմ ընտանիքի համար։ Արմենը զգաց, որ սիրտը արագանում է։ Բայց ես վախենում եմ, Արմեն։ Վախենում եմ, որ բավարար չեմ լինի քո աշխարհի համար, վախենում եմ, որ մի օր դու կհոգնես բացատրելուց, թե ով եմ ես, վախենում եմ, որ… Արմենը ոտքի կանգնեց, վերցրեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Անահիտ, դու ավելին ես, քան բավարար։ Դու արտասովոր ես։ Եվ եթե իմ աշխարհում կան մարդիկ, որոնք չեն կարողանում դա տեսնել, ապա նրանք արժանի չեն լինելու մեր կյանքի մի մասը։ Մենք կստեղծենք մեր սեփ ական աշխարհը, որտեղ կարևորը սերն է, հարգանքը, հավատարմությունը։ Մի աշխարհ, որտեղ Պետրոսն ու Հայկը կարող են մեծանալ, տեսնելով, որ մարդկանց միշտ տարբերությունները պարզապես մակերեսային մանրամասներ են, որ այն, ինչ իսկապես կարևոր է, բնավորությունն է, բարությունը, սիրելու, սիրվելու ունակությունը։ Անահիտը նայեց Պետրոսին, Հայկին, որոնք տեսանելի անհանգստությամբ սպասում էին իր պատասխանին։ Դուք իսկապես ուզում եք, որ ես ամուսնանամ ձեր հոր հետ։ Մենք ուզում ենք, որ դու ընդմիշտ մեր մայրը լինես, ասաց Պետրոսը։ Ընդմիշտ, ավելացրեց Հայկը։ Անահիտը ժպտաց արցունքների միջով։ Այդ դեպքում ես ընդունում եմ։ Այգին պայթեց տոնակատարությամբ։ Պետրոսն ու Հայկը բղավեցին ուրախությունից, տիկին Մարիան Լիլիթը ծափահարեցին պատուհաններից, Արմենն առաջին անգամ համբուրեց Անահիտին, այնտեղ այգում, որտեղ նրանց կյանքերը հրաշքով միահյուսվել էին։ Հաջորդող ամիսները նախապատրաստության տոնակատարության ամիսներ էին։
Արմենը հոգ տարավ, որ հարսանիքը լինի մի տոն, որը կներկայացնի երկու ընտանիքների, երկու պա. Տմությունների միությունը, որոնք գտել կատարելապես լրացրել էին միմյանց։ Անահիտը սկսեց սովորել ֆիզիոթերապիայի ֆակուլտետում, իրականացնելով տարիներ շարունակ պահած երազանքը։ Արմենն էլ ավելի հարմարեցրեց իր աշխատանքային գրաֆիկը, որպեսզի կարողանա հետել նրա ուսմանը տղաների առաջընթացին, տիկին Մարիայի Լիլիթի կարիքներին։ Պետրոսն ու Հայկը շարունակում էին զարմացնել բժիշկներին իրենց առաջընթացով։ Արդեն կարողանում էին վազել, ֆուտբոլ խաղալ, լողալ, անել գրեթե բոլոր այն գործողությունները, որոնք անում էր իրենց տարիքի ցանկացած երեխա։ Դրանից ավելի կարևոր, նրանք երջանիկ, վստահ տղաներ էին, որոնք գիտեին, որ անվերապահորեն սիրված են։ Հարսանեկան արարողությունը մտերմիկ էր, անցկացվեց բնակարանի այգում, միայն այն մարդկանց ներկայությամբ, որոնք իսկապես կարևոր էին։ Տիկին Մարիան լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում, Լիլիթը Անահիտի հարսնաքույրն էր, իսկ Պետրոսն ու Հայկը մատանիների կրողները։ Արմենը հուզիչ ելույթ ունեցավ, խոսելով այն մասին, թե ինչպես էր Անահիտը սովորեցրել նրանց բոլորին, որ հրաշքները գոյություն ունեն, բայց դրանք երկնքից պատրաստի չեն գալիս։ Դրանք գալիս են այն մարդկանց ձեռքերով, որոնք նվիրվում են, որոնք հավատում են, որոնք սիրում են առանց ջանք խնայելու։ Անահիտը իր հերթին խոսեց այն մասին, թե ինչպես էին Արմենն ու տղաները ցույց տվել իրեն, որ արժանի լինելը կապված չէ սոցիալական ծագման կամ ֆինանսական կարգավիճակի հետ, այլ սիրելու, սիրո փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիք կառուցելու ունակության հետ։ Հարսանիքից 6 ամիս անց Արմենն աշխատում էր տան գրասենյակում, երբ այգուց ծիծաղի ձայներ լսեց։ Նայեց պատուհանից, տեսավ մի տեսարան, որը ստիպեց նրան ժպտալ։ Պետրոսը, Հայկը, Անահիտն ու Լիլիթը բռնոցի էին խաղում, վազելով այս ու այն կողմ, սայթաքելով խոտի վրա, վեր կենալով շարունակելով վազել։ Տիկին Մարիան նստած էր ստվերում, գործում էր ժպտում տեսարանին։ Դա ընտանիք էր։ Ոչ այն ընտանիքը, որը Արմենը պլանավորել էր մի օր ունենալ, ոչ այն ընտանիքը, որը համապատասխանում էր ավանդական չափանիշներին, այլ իրական ընտանիք, կառուցված սիրով, նվիրվածությամբ, անսասան հավատով, որ մարդիկ կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ, երբ ունեն աջակցություն, քնքշություն, հավատ։ Արմենն իջավ այգի, միացավ խաղին։ Անահիտը վազեց նրա ուղղությամբ, նա գրկեց նրան, պտտվելով նրա հետ օդում, մինչ երկուսն էլ գլխապտույտ զգացին ընկան խոտի վրա, ծիծաղելով։ Պետրոսն ու Հայկը նետվեցին նրանց երկուսի վրա, ստեղծելով ծիծաղով լի մարդկային բուրգ։ Լիլիթը մոտեցավ, տիկին Մարիան թողեց գործելը նույնպես մասնակցելու համար, այնտեղ, այգում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, Արմենը շուրջը նայեց խորը երախտագիտություն զգաց այն ձի համար, որով կյանքը զարմացրել էր նրանց բոլորին։ Գիշերը, երբ երեխաները քնած էին, տունը վերադարձել էր հանգիստ լռությանը, Արմենն ու Անահիտը մնացին պատշգամբում, դիտելով աստղերը։ Զղջում ես որե բանի համար, հարցրեց Արմենը։ Ոչ մի բանի, պատասխանեց Անահիտը, փարվելով նրա կրծքին։ Իսկ դո՞ղ։ Միայն նրա համար, որ այդքան երկար տեց հասկանալը, որ երջանկությունը հենց այնտեղ էր, իմ ձեռքի տակ։ Նրանք մնացին այնտեղ լռության մեջ, յուրաքանչյուրը սուզված իր մտքերի մեջ, բայց միավորված այն վստահությամբ, որ գտել էին մի հազվագյուտ թանկ բան, ընտանիք, որը ձևավորվել էր ոչ թե արյան կապերով, այլ սրտի կապերով։ Պետրոսն ու Հայկը մեծացան ուժեղ առողջ, միշտ հիշելով, որ սիրված են եղել երկու մայրերի կողմից, մեկը, որը նրանց բերել էր աշխարհ, սիրում էր նրանց երկնքից, մյուսը, որը սովորեցրել էր նրանց քայլել, կմնար նրանց կողքին երկրի վրա։ Անահիտը դարձավ ֆիզիոթերապետ, բացեց մանկական վերականգնողական մասնագիտացված կլինիկա, օգնելով շատ այլ ընտանիքների հայտնաբերել, որ հրաշքները հնարավոր են, երբ կա նվիրվածություն, սեր, հավատ։ Արմենը սովորեց, որ հաջողությունը չի չափվում միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումներով, այլ այն մարդկանց համար ներկա լինելու ունակությամբ, ում սիրում ենք։ Տիկին Մարիան շարունակեց լինել ընտանիքի լուռ իմաստությունը, միշտ պատրաստ խորհրդով կամ գրկախառնությամբ, երբ անհրաժեշտ էր։ Լիլիթը նույնպես դարձավ ֆիզիոթերապետ, աշխատելով Անահիտի կողքին, լինելով կենդանի օրինակ, որ սահմանափակումները գոյություն ունեն միայն մեր մտքում։ Եվ Երանի այդ բնակարանում, որը սկսվել էր որպես լուռ ու տխուր տուն, այժմ ապրում էր մի ընտանիք, որը գիտեր, որ իսկական հրաշքները չեն հայտնվում երկնային լույսերով կամ շքեղ հայտարարություններով։ Դրանք գալիս են ամենապարզ ձերով, մի մարդու միջոցով, ով ծնկի է իջնում այգում, ձեռքերը մեկնում քաջալերանքի խոսքեր շշնջում նրան, ով պետք է հավատա, որ դա հնարավոր է։ Երբեմն հրաշքները գոգնոց են կրում, ունենում են կոշտացած ձեռքեր, հսկայական սրտեր։ Երբեմն դրանք գալիս են, երբ ամենակիչն ենք սպասում, փոխում են ոչ միայն նրան, ում օգնում են, այլ նրան, ով օգնում է։
Եվ երբեմն, երբ կյանքում շատ բախտավոր ենք լինում, այդ հրաշքները որոշում են ընդմիշտ մնալ։ Սի. Ռելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Անահիտի, Պետրոսի, Հայկի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը, ինչպես հուզեց մերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իսկական սերը սոցիալական արգելքներ չի ճանաչում, որ հավատը կարող է սարեր շարժել, երբ կիրառվում է նվիրվածությամբ, որ ամենագեղեցիկ ընտանիքները նրանք են, որոնք կառուցված են անկեղծ սիրով, անկախ արյան կապերից։ Եթե դուք հուզվել եք այս հաղթահարման սիրո պատմությունից, մի մոռացեք հավանել, բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում կիսվել, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային սրտի արտասովոր ուժը, այն ունակությունը, որը բոլորս ունենք, սիրո համառության միջոցով փոխելու մեր կյանքը։ Մնացեք մեզ հետ, քանի որ միշտ կա մի նոր պատմություն, որը սպասում է հուզելու, ոգեշնչելու, մեզ հիշեցնելու, որ հրաշքներ տեղի են ունենում ամեն օր, ամենապարզ գեղեցիկ ձերով։ Մինչ հաջորդ դրվագ, թող ձեր կյանքը միշտ լինի սիրով, հույսով, փոքրիկ ամենօրյա հր աշքներով։